Մենք տեղեկացվեցինք, որ հրապարակումը արդեն տեղի ունեցել, դահլիճի խնդիր կար եւ դատարանը տեղեկացվեցինք, որ որոշել է 1 ամսով երկարացնել բանտային կալանքը։ Որովհետեւ այլ մեկնաբանություն չունեմ, մեր գնահատականները ուժի մեջ են, դատական ակտը կստանանք եւ բնականաբար կբողոքարկենք։ Դուք այլ ակնկալիքներ ունեիք։ Դե ես ինչպես երեք էի նշում, ցանկացած անգամ դատարան մտնելիս որոշակի հույսեր ունենք։ Չթաքցնեմ, հաշվի առնելով այն, որ գործը համարում ենք հիմնազուրկ, բացարձակ հիմնազուրկ, հույս ունենք, որ այստեղ մենք կստանայինք իսկապես դատական երաշխիքներ, բայց ոնց որ թե մեր հույսը իրականություն չդարձավ։ Ամեն դեպքում կբողոքարկենք եւ 1 ամսյա կալանքը վերաքննիչ դատարանում դժվար է, հաճախ չի լինում, որ հասցնում է վերաքննիչ դատարանը դատական ակտ ունենալ, միայն այն դեպքում, երբ շատ արագ է լինում բողոքարկում, ինչպես նախորդ դեպքում, այնպես էլ այս դեպքում հնարավորինս արագ բողոքարկում իրականացնել։ Մենքան 1 ամիս սա օրինակ ձեր գնահատմամբ ինչ է, սովորաբար 2 ամիս են տալի, հիմա 2 ամիս արդեն 1 ամիս եղել է։ 1 ամիս տվել են։ Դե դա նշանակում է, որ քննչական մարմինը պետք է շատ ավելի արագ գործի եւ պատշաճ ճանասիրություն դրսևորի։ Նախորդ անգամ էլ մենք դրսևորած, այսինքն ոչ թե դրսևորած ճանասիրություն, կատարված գործողությունների քանակը, այո, փոքր չէր, բայց այդ կատարված քննչական գործողությունները, այլ վարորդային գործողությունները շատ փոքր մասով են վերաբերում Արմեն Աշոտյանին։ Ոնց է դատարանն է կարծում, որ բավարար չէ ինչ որ ներկայացել է դրա համար 1 ամիս։ Ամեն դեպքում տեսնենք, չէ, դա նշանակում է բավարարել մասնակի։ Ամեն դեպքում կտեսնենք որոշումը չենք ստացել դատարանի հիմնավորումներից անոց չէ։ Այսպեսի մի հարց էլ կամ 3 դատարանը սովորաբար կարող էր միանգամից հրապարակել, բայց թողեց առավոտյան վրա, սա ինչ է նշանակում, գուցե ինչ-որ մեկին զանգելու կարիք կա։ Ես Գուցե, ամեն դեպքում ես ցավոք սրտի իմ պրակտիկան երկարամետ է տալիս, որ երբ որ հրապարակումները թողնվում են առավոտյան, սովորաբար դրական երբ չեն ունենում։ Պարոն Մելիքյան, դուք էլ եք, երբ Արմեն Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 6-ին, նշել եք, որ ըստ էության 2011 թվականին է անդրադարձ եղել այս գործին, որի շրջանակում նա կալանավորվել։ Ինչու 7 տարի հետո հանկարծ որոշեցին նորից, այսպես ասած, վերաբացել այս գործը, հատկապես Արմեն Աշոտյանի ուղիղ եթերում, երբ հակափաստարկներ են բերում Նիկոլ Փաշինյանի հետ մեծ բանավեճ։ Բացառապես քաղաքական պատճառով։ Ես այլ պատճառ այստեղ ուղղակի չեմ տեսնում, այլ պատճառ ուղղակի փնտրելը համարում եմ անիմաստ։ Այլ պատճառ չկա։ Ինչպես առաջին գործի դեպքում, այնպես էլ այս դեպքում պատճառը բացառապես քաղաքական է։ Այսքանը։ Շնորհակալություն։ 160 թեմի հարգելի հետևողներ, ինչպես հաստաբան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, դատարանը հրապարակել է Արմեն Աշոտյանի վերաբերյալ իր որոշումը եւ ըստ այդ որոշման Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է եւս 1 ամսով։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 6-ին, ինչպես նրա փաստաբաներ Ռուբեն Մելիքյանն էր ասել, այս գործը վերաբերվում է 2019 թվականին, հստայդում էլ Արմեն Աշոտյանը այդ գործի շրջանակներում առհասարակ որևէ հարցաքննության չէր ենթարկվել։ Ռուբեն Մելիքյանը նաև նշեց, որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, որոշումը ստանալուց հետո կծանոթանան դրա հիմքերին եւ այն անպայման կբողոքարկեն։ Այս պահին ավարտում ենք ուղիղ միացմամբ մեր աշխատանքները, շարունակեք մնալ մեզ հետ իրադարձությունների ընթացքին հետևելու համար։